Привет, երկաժամանակա մենք չենք շփվել ու չենք հանդիպել իրար հայերենի շրջանակներում, հայերենի էպիզոդների շրջանակներում։ Եթե մոռացել ես հայերենի էպիզոդներում մենք գալիս ենք ու բացում ենք մեր հայերեն channel-ը ու կարդում ենք նորությունները, թե ինչա կատարվում առասարակայի աշխարհում, ու ես как бы մեկնաբանում էի իմ տեսանկյունը, իմ տեսակետը, թե ինչա կատարվում առասարակես ամեն ինչում։ Ես արդեն 2 ամսից ավել լա չեմ արել այս տիպի վիդեոսներ օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր պատճառներով ես հենց հիմա նայում եմ վերջինը մեր մոտ տեղի ունեցել հուլիսի 19-ին, հիմա սեպտեմբերի 5-ն է, արդեն փաստորեն 2 ամիս մոտավորապես կլինի ինչ այս ֆորմատը չի գործարկել, բայց միջև շարունակելը ես ասեմ, եթե դու ինձ չես ճանաչում, իմանալամա ես զբաղվում եմ AI ավտոմատացումներով, օգնում եմ բիզնեսներին ավտոմատացնել AI process-ները ու նաև պատմում ու սովորացնում եմ, թե ոնց կարաս օգտագործես N8N, Make.com ու ավտոմատացնես տարբեր process-ներ հենց այս իմ YouTube-ի channel-ում, պլյուս ես անում եմ vibe coding ու եւս սարքելով տարբեր հետաքրքիր web application-ներ ու website-եր իմ կամ տարբեր բիզնեսների համար, աշխատում եմ դրանով փող ու Եվս սովորացնում եմ արդեն կուրսի տեսքով, թե ոնց դու կարաս սովորես նույնիսկ կիլո աշխատես ռեալ փողեր, սրան մենք կանադառնանք, հետ գալով էլի մեր պատմությանը, թե ինչ ենք մենք անում մեր հայերենում, այսօր այս անգամ ես ուզում եմ մի քիչ ավելի ուրիշ ֆորմատ անեմ, իմ ձեռնասաղ հայերենի էպիզոդները միշտ գնացել են այս ձև, բայց այս անգամ ես ավելի շատ ուզում եմ պատմեմ, թե ինչերա տեղի ունեցել այս 2 ամսվա ընթացքում, քանի դեռ ես չի անում հայերենը, ինչով է ես զբաղված այս ընթացքում, ես հենց դրա մասին եմ ուզում խոսամ, հենց դրա մասին եմ ուզում կիսվեմ իմ գործունեությամբ, որովհետև վստահ եմ, որ նայողին կարա օգտակար լինի տարբեր բաներ, որոնք որ ես հենց հիմա պատմելու եմ այս մեր ցուցակում, էլի հետ ենք գալի ու ամենառաջի բանը, որ կուզեմ պատմեմ, դա նա, որ եկավ միտք, ես 2 ամիս առաջ ունեցա podcast Նաիրի հետ, Նաիրին, ով չգիտի, JavaScript Armenia համայնքի հիմնադիրն է ու մենք այսպես հետաքրքիր զրույց ունեցանք Նաիրի հետ, podcast արեցինք, որը որ տևեց 2 ժամ, 2.5 ժամ ու այդ ընթացքում մենք խոսեցինք տարբեր հետաքրքիր թեմաներից, vibe coding-ից, ավտոմատացումներից, առասարակ AI-ից ու այդ ընթացքում, այդ խոսակցությունից հետո ավելի շուտ ծնվեց մի լավ միտք, որ մենք շատ ուժեղ ծեծեցինք vibe coding-ի թեման ու մենք եկանք ոնց որ այն եզրակացությունը, ես եկա այն մտքին, որ Նաիրին ասացի, որ արի ուրեմն ես բան կանեմ, կսարքեմ, ուրեմն կուրս, թե ոնց է պետք ճիշտ լավ vibe coding անել ու դա էլ կտարժեք ու մարդիկ կսկսեն զբաղվել ռեալ արժեք ստեղծելով ու ռեալ ձևի կանեն փող աշխատեն ու էլի ոնց որ սաղակս խոսակցությունը գնում էր նրան, որ AI բան բոլորս գիտենք, որ AI լավ բան է, որ AI-ը վաղը պետք է լինելու, սաղաս պետք է օգտագործենք այդ AI-ը, բայց ոնց կարաս դու հենց հիմա կոնկրետ այսօր օգտագործես դա քո օգտին ու գեներացնես արդյունք, մասնավորապես փող աշխատես ինքդ դրա մասին ոնց որ ոչ մի բան չէր ասում։ Դրա համար ոնց որ ես իմ միսիան համարեցի, որ ես պետք է անեմ այդ ու շատ կարճ ժամանակ անց ուրեմն ծնվեց vibe coding-ի կուրսը, որի մասին որ ես պատմում եմ արդեն ստե, եթե դու դեռ չես տեսել ու դեռ չես դրա մասին, կա վիդեո, որտեղ որ ես պատմում թե ինչի մասին ես ամեն ինչը ու ոնց կարա քեզ ոնց որ օգտակար լինի, մասնավորապես գաղափարից մինչև վեբսայթեր ու վեբեր, ժամերի ոչ թե ամիսների ընթացքում Սա ոնց որ ամենալավ ժամանակակից մեթոդն է, որը թողում է քեզ սարքես ցանկացած բարդության սայթ կամ web service, առանց միտեղ կոդ գրելու, լրիվ AI օգտագործելով ու կա ֆանտաստիկ են, որ արդյունք ես դու կարող ստանաս։ Բնականաբար դրանից հետո եկավ հաջորդ միտքը, որ քանի որ մարդիկ են գալու օգտվելու են այս կուրսից, իդեպ այս մեր պլատֆորմն է, թե ոնց է դա ամենը տեղի ունենում, ուրեմն մենք ունենք sense մի պլատֆորմ, որտեղ որ մարդիկ ստանում են իրենց login password-ը վճարումը կատարելուց հետո ու գալիս են գնում են ստեղ login են լինում ու այսպես իրուն մենք փաստորեն ունենք 12 հատ կուրս, 12 հատ դաս, վիդեո դաս, տարբեր տևողությունների ընդհանուր միջև մի ժամ 7 րոպե, որտեղ որ ոնց որ սա տենց թեմաներով անցնում եմ ես ու պատմում եմ բոլոր մանրամասների մասին, այ в принципе հենց սրանով եմ ես զբաղված եղել վերջի 2 ամիսը, դրա համար մեր հայրենի էպիզոդները դուրս չեն գալի, որտեվ հենց ժերտվան դուրս եկավ հայրենի էպիզոդները, բայց ես հուսով եմ, որ ես շարքելիք շարունակեմ, կարող եմ շորմատային փոփոխություն տեղի ունենա, ոչ միայն նորություններ կարդանք, այլ կարող եմ մի քիչ ավելի խորանանք ոնց որ կոնկրետ ինչ-որ մի թեմաների, այսինքն ամեն մի էպիզոդում քննարկվի ոչ թե մի քանի տարբեր թեմա այսօրվա նորություններից, այլ կոնկրետ ինչ-որ մի թեմայի շուրջ
ոնց որ քննարկում գնա, իդեպ սրա մասին սրա վրա դու մեծ ազդեցություն ինքդ կարաս ունենաս կոմենտելով պրոստը դու ոնց ես նախընտրում ոնց կուզեիր լիներ իմ համար շատ կարևոր է ու եթե տարբեր մարդիկ եթե մեծամասնությունը մարդկանց ինչ-որ մատ պոզիցիա ընտրի, դա ամենաիդեալական վալիդացիան է ինձ անձամբ իմ համար լինելու, ես դուխով գնալու եմ անամեն ինչ-որ դուք եք ուզել, так что ալիքը շատ փոքր է, ձեր ձենը շատ մեծ է ու շատ մեծ ազդեցություն ունենալու իմ որոշումների վրա։ Հիմա էլի ոնց որ հետ գալով մեր դասերին ու այս մեր vibe coding-ի հետ կապված թեմաներին արդեն ոնց որ կան ռեալ մարդիկ, որոնք որ ռեալ արդյունքներ են տեսել ու ռեալ ոնց որ օգուտ են ստացել այս կուրսը անցնելուց հետո մի քանիսի մասին ես այդտեղ արդեն լենդինգ հասցրել եմ բերեմ գցեմ մի քանիսի մասին դեռ հələ առիթ կլինի խոսալու առաջ ընկնելով արդեն այս թեմայից մենք ուրեմն ունենք vibe-անոցը մեր Telegram community-ին որտեղ որ գալիս են բոլոր մեր մասնակիցները vibe coding-ի ու բոլորս հավաքվում ենք իրար գլուխ, իրար օգնում ենք ու էսի շատ կարևոր ասետ է, ամենաշատը երևի հենց սրանով եմ հպարտանում իրականում, որ կան մարդիկ ու մենք կարող ենք գտնենք հենց այդ մարդկանց, որոնք որ ուզում են առաջ գնան, ուզում են զարգանան, ուզում են նոր բաներ սովորեն ու պատրաստ են ոչ միայն գան community-ից ինֆորմացիա ու գիտելիք վերցնեն, այլ համ էլ պատրաստ են տան այդ ինֆորմացիան ու գիտելիքը մենք արդեն ունենք 50 հոգուց ավել, երևի 52 հոգի մարդ ունենք մենք այս բայդերությամբ իդեպ vibe-անոցի մուտքը անվճար չի, դրա համար քեզ կամ պետքա ունենալ վերցնել ոնց որ vibe coding-ի կուրսի մասնակից դառնալ այդքանով ստանալ մի ամսվա vibe-անոցի մուտք, իսկ դրանից հետո արդեն ամիսը արժանալու է 8000 դրամ ու այս շատ կարևոր ֆիլտր է իրականում, որ հավաքվում են նրանք, ովքեր որ իրոք թեմայի մեջ են, ովքեր որ իրոք ուզում են զարգանալ, ոչ թե ուղղակի մարդականակ լինի ապահովված, ու ոչ թե ուղղակի կարդացողներ լինեն, այլ ակտիվ մարդիկ, ովքեր որ համայնքին կոնկրետ օգուտ կտան ու կմասնակցեն ծեր մեր համայնքի կյանքին Այս այն կտորներն էին, որոնք որ պրինցիպի արվել է այս ընթացքում, այսինքն մենք ունենք արդեն vibe coding-ի կուրս, մենք ունենք պլատֆորմ, որտեղ որ հենց կուրսի հենց կուրսն է տեղի ունենում, մենք ունենք vibe-անոցը, որտեղ որ եթե կարանք մենք sense սիրուն գնանք, մենք ունենք զալ, որտեղ որ ընդհանուր տենց քննարկում ենք իդեաներ ու հիմնականում ինչի մասին է vibe-անոցը, ավելի շատ սերվիս ծախելու, ավելի շատ փող աշխատելու մասին է երևի sense կասեի, ոչ թե ինչ-որ տեխնիկական support բան, միանշանակ տենց բան մենք եւս ունենք ստեղ այս հարց արամում օրինակ լուբոյ մարդ կարա գա մտնի ու գրի ինձ հարց ու ես մեծ իրոք պատասխանեմ այդ հարցերին մենք արդեն հեսես լիքը պատմություն ունենք այդ հարցերի մենք նաև ունենք հաղթանակների բաժին որտեղ որ մարդիկ պոստում են թե ով ինչքան փողակարացի աշխատի այս գործը անելով ոնց որ կոնկրետ սրանք իմ օրինակներն են ամենասկզբի օրինակները ռեալ պատմություններ թե որը ինչ գործի համար է տեղի ունեցել մենք ունենք օգտակար ռեսուրսներ որտեղ որ մարդիկ գցում են տարբեր հետաքրքիր tool-եր որոնք որ պետք կգան մեր AI-ական տենց պատմության ճանապարհորդության մեջ sense ասած մենք ունենք արած գործեր որտեղ որ էլի մարդիկ գցում են գործեր են պրոյեկտները որոնք որ իրենք արել են իրանց կամ ուրիշների համար օրինակ ստեմ այդ լավ case ունենք որտեղ որ fantasy ֆուտբոլի սիրահարեր այս պլատֆորմը սարքողը ու ասենք լավ պլատֆորմա սարքե ու արդեն ուզում է launch անի ու սկսի distribution-ը սկսի ցույց տալ մարդկանց թե sense պլատֆորմը ինքը սարքե ու մարդիկ սկսեն օգտագործեն ինքը սկսի փող աշխատել դրանով Ստեղ մարդու ունենք մենք դեժը որ սարքել է աշխատել է մարդու համար ու այդ մարդու համար վեբսայթը սարքել ու ստացել է բոնուս դրա համար ու հիմա աշխատում է որ finalize անի այս մասնավորապես սայթով ու մի խոսքով ունենք լիքը հետաքրքիր դեպքեր որոնց մասին որ կարելի լավ պրինցիպի շատ երկար խոսել ես չեմ ուզում շատ ցիկլվել կոնկրետ ինչ որ դեպքերի վրա ու մենք ունենք ստրատեգիաներ թե ոնց օրինակ կարելի է կապնվել կլիենտների հետ ոնց կարելի է գտնել կլիենտներ ոնց կարելի է գտնել զակազներ եւ այլն Այս ոնց որ ամենամեծ երկու կտորներն են ոնց որ vibe coding կուրսը ու vibe-անոցը այս երկու ամսվա ընթացքում ինչ հայրեն էպիզոդները չէին տեղի ունենում այս ամեն ինչը Так что եթե քեզ առասարակ հետաքրքիր է այս թեման առասարակ քեզ հետաքրքիր է զբաղվել AI-ական հարցերով ու փող աշխատել այդ ամեն ինչով կամ ընդհանուր թե դու ուզում ես զարգանաս կարաս գաս միանաս մեզ
vibe-անոցում կարաս վերցնես vibe coding-ի կուրսը, իսկ եթե դու թանրապես փող չես ուզում ծախսես ու ուզում ես ամեն ինչի մեջ մասնակցես, բայց չես ուզում կամ դեռ վստահ չես ինչ-որ ներդրում անելու պահով, ես լրիվ հասկանում եմ, որ այտենց case-ը կարա տեղի ունենա, вообще ոչ մի խնդրեմ չկա դրա հետ կապված, ու հենց այդ case-երի համար դաժե կարելի ասել, որ մենք ունենք հայերենի chat-ը, որը էլի ստեղծվեց Նայդի հետ քննարկումների արդյունքում ողջույն Նայդի, մերսի շատ այդ իդեաների համար, ուղղակի ծնվեց միտք, երբ որ մենք որոշեցինք, որ կարելի է իհարկե հայերենը ունենք մենք շատ լավ է 1200 հոգուց մարդ կա, իդեպ եթե հիմա դու գնաս ու նայես հին վիդեոները, դու կտենաս, որ այդ հին վիդեոներում հայերենում կային 300 հոգի, 400 հոգի եւ այլն, այսինքն այս կարճ ժամանակում եթե այսքան մարդ միանգամից եկել է ու միացել է հայերենին, այդ նշանակում է, որ ոնց որ ամեն ինչ ճիշտ է գնում, որ արժեք կա հայերենի մեջ, որ մարդկանց հետաքրքիր է, բայց կար մի հատ ուրիշ խնդրեմ, որը մասնավորապես այն խնդրեմն է, որ մենք չունենք հետադարձ կապ, այսինքն, օքեյ, իմ AI ագենտներ, կոպիտ ասած, որ գալիս էր ու post-էր անում հայերենում ու վերջ։ Այսքանով ոնց որ բրծնում էր սաղ պատմությունը, մենք ոնց որ շփում չկար, ոչ մի շփում տեղի չէր ունենում, ու հենց այդ պատճառով էլ էլի նայր այդ խոսելուց հետո եկավ այս միտքը, մենք սարքեցինք հայերեն chat-ը։ Հայերեն chat-ում արդեն մենք sense ոնց որ կիսել ենք մի քանի մասի, մենք ունենք Միջանցք, որտեղ որ ես հրավիրում եմ արդեն բոլոր հայերենի կարդացողներին, հենց այս ներքևում ոնց որ բոլոր post-երի տակ հրավիրում եմ դեպի հայերեն chat, հայերեն chat-ում մենք արդեն ունենք 109 մարդ, ինչը շատ թույն է, մի քանի շաբաթվա համար ենթադրում եմ մենք ունենք հայտարարությունների բաժին, Միջանցք, օգտակար ռեսուրսներ, որոնք որ դեռ պետք է լցվեն ու ոնց որ հետաքրքիր community է իրականում հավաքվում, ստեղ հենց այն մարդիկ են գալիս, որոնք որ առաջնային հետաքրքրվածություն ունեն, ովքեր որ դեռ մինչև վերջ չեն պատկերացնում իրանց ինչա պետք, գալիս են, խոսում են, հարցեր են տալիս, մնացածը օգնում են իրար, օրինակ հեսա մարդ կա կուրսը վերցրել է, կիսվել է, որ ինքը կուրսը վերցրել է, մարդ կա ինչ-որ text to speech, հայերեն text to speech ամանակ է, մեկ ուրիշը օգնել է իրան, մի խոսքով նոր մարդիկ են ավելանում անընդհատ ու ինձ թվում է, որ այդ առաջնային traction-ը կա արդեն ու մարդիկ գալիս են ու հավաքվում են ու կարում են ստեղծեն ինչ-որ արժեք, իդեպ էլի մի հատ շատ հետաքրքիր բան, որ ես անպայման ուզում եմ ասեմ, որ ես կապի մեջ եմ լինում մարդկանց հետ ոչ միայն չերես վայբանոց, վճարովի community, այլ ես համել կապի մեջ եմ չերես հայերենի chat, այսինքն ցանկացած հարց, ցանկացած ինչ-որ տենց իդեա, եթե քո մոտ անձամբ կարա լինի, դու կարաս ազատորեն գրես, в принципе YouTube-ի կոմենտների, հենց այս վիդեոյի կոմենտների տակ էլ կարաս գրես ցանկացած հարց, բայց ես քեզ խորհուրդ կտամ դա անես հայերենի chat-ում, որովհետև միջև իմ գալ արձագանքելու պատասխանելը շատ հնարավոր է, որ իմ փոխարեն մեկ ուրիշ արդեն պատասխանի, հենց այդ է սաղ community ուժը ու community հզորությունը, Այսքանով, в принципе, երևի են ամենները, ինչ որ ես ուզում եի ասեի, էլի փոքր update ես մեկ կարամ անեմ, որ Instagram-ը պաստորեն շատ ուժեղ աճում է ու Instagram-ում արդեն 8000 հոգուց ավել մարդ կա, եթե դու չգիտեիր դեռ, ես ունեմ Instagram, որտեղ որ պատմում եմ տարբեր AI tool-երի մասին, անում եմ դա շատ կոնստանտ, անում եմ դա շաբաթական 6 անգամ, այսինքն ամեն օր, բացի կիրակի օրերից դուրս է գալի ինչ-որ մի հատ reel, որտեղ որ ես պատմում ինչ-որ tool-ի մասին, Так что կարաս գնաս միանաս Instagram-ին, Instagram-ով նույնպես նայես, թե ինչ հետաքրքիր tool-եր կան AI-ական, սաղ այդ լինքերը վայբանոցի, հայերեն chat-ի, կուրսի եւ այլնի սաղ ես ներքևում description-ի մեջ անպայման դրած ալնելու եւ երևի թե այսքանն էր ինչ որ ես ուզում եի ասեի ու այո, այսքանը այս իմ փոքր ոնց որ update-ներ 2 ամիս բացակայելուց հետո ուղղակի update թե ինչա տեղի ունենում, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում, ինչ իդեաներ կան շարունակելու, անպայման կուզեմ որ կոմենտ անես թե ինչ տեսակով ես պատկերացնում շարունակությունը հայերենի էպիզոդների ու կհանդիպենք հաջորդ հայերենի էպիզոդում փաստորեն